Բարի երեկո, խոսքի իրավունքում այսօր Ատոմ Մխիթարյանն է, բարև ձեզ, շնորհակալ եմ համեցել եք։ Բարև ձեզ, բարի երեկո։ Ուզում եմ այս վերջին օրերի ամենաակտիվ թեմայից սկսենք, ինչու է գռեհկացման ագրեսիվ քարոզ տանում Փաշինյան Աննա Հակոբյան զույգը եւ ինչու են նրանք հարձակվել հայ առաքելական եկեղեցու վրա։ Այո, իսկապես սա աննախադեպ ըստ էության հարձակում է հայ առաքելական եկեղեցու վրա։ Ընդհանրապես պատմության մեջ նման բան նույնիսկ դժվար է հիշել, որ եղել է։ Եվ սա այս հարձակումը կարող է պայմանավորված լինել մի քանի հանգամանքով, դրանցից մեկը այն է, որ իհարկե քաղաքականն է, որ օրինակ վարչախմբի պարագլուխը կարող է խոստացած լինել ինչ-որ բաներ իր գործընկերներին, այսպես ասենք, որ մեր արևելյան եւ արևմտյան հարևաններն են, որպեսզի Հայաստանում կարգավորի ազգայնականության խնդիրը, իսկ ազգային բառը ըստ էության շատ համարժեք է հայ առաքելական եկեղեցի բառակապակցությանը։ Եվ դա նշանակում է, որ եթե մենք գալիս ենք այդ տեսանկյունից, ուրեմն ամեն ինչ, ինչի մեջ որ ազգային ինչ-որ մի բան կա, ազգային արժեք, ազգային երևույթ, ազգային ուղղություն, կրթություն, մնացած բաները, դրանք պետք է կամաց-կամաց մեր հանրային կյանքից հանենք, որպեսզի տակը մնա դատարկություն, որին ավելի հեշտ է իշխել եւ ավելի հեշտ է հնազանդեցնել այն նարատիվներին, այն դիրեկտիվներին, որոնք թելադրվում են, ինչպես ասացի, արևելյան եւ արևմտյան հարևան երկրների ղեկավարների կողմից։ Սա մեկն է ներողություն եւ երկրորդը, քանի որ Հայաստանում այդ խոսույթ է ձևավորվել, որը անընդհատ բևեռացնում է նաեւ հասարակությանը, եւ ինչքան հասարակության երկու մասերը իրարից հեռանում են, բևեռանում է հասարակությունը, այնքան հայոյանքը շատանում է, որովհետեւ իրենք հեռանում են եւ հեռվից հայոյելը ավելի հեշտ է, չէ՞։ Այո։ Եվ երկրորդը դա է, քանի որ մենք ունենք նաեւ այնպիսի երևույթ, որը նախանցած տարի Երևանի ընտրություններում մոտավորապես 10% ձայն հավաքեց, չէ, եւ որի խոսույթը ամբողջությամբ հայոախառն խոսույթ էր, այդ երևույթը ըստ էության նաեւ պրոյեկտվում է այսօրվա իշխանության խոսույթում։ Նիշան դատար կա, երևի թե որոշել են զբաղեցնել։ Այո, սա էլ կարելի է հաշվի առնել եւ շատերը հենց այդ մասին էլ խոսում են։ Եկեղեցին դիմադրության վերջին բաստիոնի համարում ունի, եկեղեցու վարկանիշը վերջին տարիներին ամենաբարձր նշած զողին է հասել ու վստահությունը նույնպես։ Կա կարծիք, որ ոչ թե պետության կազմաքանդման խնդիր է միայն դրված, այլ ազգի որպես սոցիալական միավորի նսեմացման եւ վերջնական դեմոնտաժի։ Համակարծիք եք այս տեսակետների։ Այո, լրիվ երկու ձեռքով կողմ եմ, ստորագրում եմ այդ կարծիքի տակ, որովհետեւ ըստ էության հենց այդ էլ արվում է։ Տեսեք, եւ այն ինչ որ դուք ասացիք, դա ամրագրված է նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ։ Սահմանադրության մեջ երկու հոդված կա, որոնք անդրադառնում են այս կամ այն կերպ կրոնական կազմակերպություններին եւ հայ առաքելական եկեղեցուն։ Ուրեմն մեկը հոդվածը, եթե չեմ սխալվում, 17-րդը ասում է, որ կրոնական կազմակերպությունների գործունեությունը անկախ է պետությունից, այսինքն բոլորինը նրանք առանձին են գործում եւ ըստ էության պետությունը որևէ ձև չի կարող միջամտել կրոնական կազմակերպությունների գործունեությանը եւ հակառակը կրոնական կազմակերպությունները ազատ են իրենց գործունեության մեջ Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ օրենքների շրջանակներում եւ որևէ ձևով չպիտի միջամտեն պետության գործունեությանը, բայց միաժամանակ դրան հաջորդող հոդվածում Հայաստանի սահմանադրությունը ամրագրում է հայաստանյաց հայ առաքելական եկեղեցու, Սուրբ եկեղեցու ազգային կարևոր նշանակությունը, նրա դերը ազգային ինքնության պահպանման եւ մնացած գործերում, ինչը որ ըստ էության եկեղեցին արել է 1600 ավել տարիների ընթացքում։ Պետություն եկեղեցի այս հարաբերությունների համատեքստում ես ակամայից հիշում եմ հետեւյալը, որ եկեղեցուն Փաշինյանը կոչ էր անում չխառնվել քաղաքականության մեջ, որ անջատ են միմյանցից տարանջատված են եկեղեցին եւ պետությունը եւ այլն, շատ լավ, իսկ հիմա ինչի է որոշել, որ պետությունը կամ ինքը պետք է որոշի թե ով պետք է լինի բարձրագույն հոգեվոր դասը եւ կաթողիկոսը եւ ով է ինքը, որ ինքը պետք է որոշի։ Ինչի այդ հակասելը մեր համար զարմանալի չէ, իր հակասական ելույթները տարբեր թեմաներով, տարբեր ժամանակներում, բայց ինչի այս թեմայով ու ինչի հենց հիմա։
Գիտեք, իսկապես այդպես է եւ հայ առաքելական եկեղեցին իր յուրահատկությունը ունի եւ դրական առումով տարբերվում է օրինակ ուրիշ եկեղեցիներից, որովհետեւ Հայաստանի ներողություն հայ առաքելական եկեղեցին օրինակ իր բոլոր որոշումների կայացման մեջ տարիներ, դարեր շարունակ ընդգրկել է նաեւ աշխարհիկ մարդկանց։ Մենք գիտենք նույնիսկ որ կաթողիկոսի ընտրության ժամանակ ոչ միայն հոգևորականներն են ընտրում։ Օրինակ տեսեք վերջերս եղավ Հռոմի Պապի ընտրությունը եւ այնտեղ միայն մասնակցում են կարդինալները 300-ից ավելի կարդինալներ, որոնք փակվում են եւ մինչեւ որոշում չկայացնեն այնտեղից դուրս չեն գալիս։ Հայաստանի հայ առաքելական եկեղեցու պարագայում բնավ այդպես չէ, որովհետեւ եւ աշխարհիկ մարդիկ, որոնք հոգեվոր խորհրդի մեջ են մնացած, որոնք ընտրվում են նաեւ հասարակության կողմից, նրանք եւս մասնակցություն ունեն։ Սա ինչի է բերում։ Բերում է նրան, որ իսկապես ընդգծվում է, կարմիր գծով անցնում է ամբողջ նաեւ պատմության մեջ, որ հայ առաքելական եկեղեցին ազգային արժեք է։ Այսինքն ազգային արժեք ասելով մենք ի նկատի ունենք դրանցից ամենակարևորներից մեկը նաև եկեղեցին։ Եվ սա է պատճառը, որ այն մարդիկ այդ թվում նաև ձեր հիշատակած անձնավորությունը հարձակվելով ըստ էության եկեղեցու վրա ինքը իրեն մեկուսացնում է ազգային արժեքներից, ազգից եւ ժողովրդից ընդհանրապես։ Եվ այստեղ է որ շատերը պահանջում են նաև բանադրել այն մարդկանց, որոնք հարձակվում են։ Այո, դուք բանադրանքի կոչ հնչեցրեցիք Տաթևի վանական համալիրից։ Արդյոք դա մեր հասարակ հավատացյալներիս որոշելիքն է։ Արդյոք եկեղեցին ինքն ավելի լավ չգիտե ինչ անել։ Ասածս իմիջայլոց չի նշանակում, որ ես ձեզ հետ համաձայն չեմ։ Ուրեմն տեսեք, որպեսզի հեռուստադիտողներին էլ պարզ լինի, բանադրել նշանակում է ուղղակի հեռացնել հոտից, եկեղեցին իրավունք ունի այդպիսի բան եւ վերջին անգամ դա արվել է 2023 թվականին Կոստանդնուպոլսի պատրիարքարանը բանադրեց հայ համայնքի ներկայացուցիչներից մեկին, ընդ որում այն պատճառով, որ նա լուտանք եւ սխալ տեղեկություններ սկսեց գրել սոցիալական ցանցերում։ Ուրեմն եկեղեցին պահանջեց նրանից, որպեսզի նա ներողություն խնդրի, նա չարեց եւ 100 տարվա ընդմիջումից հետո մեկին ուղակի եկեղեցին հեռացրեց իր շարքերից։ Ըստ էության հիմա ունենք նույն իրավիճակը։ Ինչ անենք, որ այս մեկը որոշակի պաշտոն զբաղեցնող է եւ Հայաստանում է գտնվում։ Նույն ձևի պետք է վերաբերվի, ինչի համար, սա նաեւ հասարակական պահանջ է, որովհետեւ հոտի մեջ գտնվել այնպիսի մարդկանց հետ, որոնք չեն հարգում են օրենքները եւ կարգերը, որոնք եկեղեցին դնում է եւ այդ նույն հոտի հետ շարժվում են որոշակի ուղղությամբ, մյուսներին էլ հաճելի չի։ Եվ ավելի լավ է իսկապես իրենց մեկուսացումը ամրագրել նաեւ իրականության մեջ եւ մեկուսացնել այդ մարդկանց։ Նա տեսեք, պարզից պարզ է, որ սա լոկալ ինչ-որ հարց կամ խնդիր չէ, որը ինչ-որ լոկալ լուծման կամ խնդրի հանգուցալուծման անհրաժեշտություն ունի։ Հարկ է հասկանալ ինչ է առհասարակ մեր ուզածը։ Իրար ոչնչացնել, իրար ստորացնել, իրար վիրավորել, կատարվածի մեղքն ուրիշի վրա բարթել, ամեն ինչ ջարդել փշրել ու վերջում բոլորով կանգնել ողբերգության առաջ, թե այնուհանդերձ մեր նպատակը ելքեր գտնելն է, որովհետև այս վիճակը կարող է անվերջ շարունակվել, ավելի խորանալ, մարդիկ արդեն բանավոր խոսույթից անցնեն բռունցքների եւ անկանխատեսելի իրավիճակ ստեղծվի։ Արդյոք պետք չէ հենց ի սկզբանե հասկանալ որն է մեր ուզածը, ինչ ենք ուզում մենք անել եւ որն է այս իրավիճակից ելքը։ Իսկապես հասկանում եք, սա նաեւ մյուս կողմից այս իրավիճակը ես գնահատում եմ որպես սադրանք, որպեսզի ձեր ասածը իրականություն դառնա։ Այսինքն այդ բևեռացվածությունը հասարակության ավելի մեծանա, իսկ բևեռացված հասարակությունը սովորաբար գնում է ապստամբությունների, հեղափոխությունների, քաղաքացիական ընդվզումների եւ պատերազմի։ Իհարկե, կարող է հասնել նաեւ այդ աստիճան եւ բնավ մեր ուզածը դա չի։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի այդ երկխոսությունը անպայման շարունակվի, ինչպես ժողովուրդն է ասում, շունգել, մեր հարևաններն են, մեր ուրեմն հայրենակիցներն են, պետք է այդ երկխոսությունը անպայման իսկապես շարունակվի, որպեսզի այդ ազգային միասնությունը հանկարծ չփլուզվի, որովհետև տեսեք, նաև գանք ժողովրդավարության տեսանկյունից այս հարցերին, պետությունը կառուցվում է
որոշակի հիմքերի վրա, եւ այդ հիմքերից մեկն էլ նաեւ ազգային ինքնագիտակցությունն է, նմանությունն է, չէ, ես ու օրինակ իմ հարևանը իրար հետ միասնական ենք, որովհետեւ ունենք այնպիսի արժեքային համակարգ, որոնք մեծ մասամբ իրար հետ համընկնում են։ Հիմա եթե մեկին մեկուսացնում է, ստացվում է, որ այո, վաղը մյուս օրը կարող է այդ հակամարտությունը բերել անկանխատեսելի ուղղակի հետևանքների։ Դրա համար նաև միաժամանակ այդ բանադրանքի կոչ անելով ես կկոչեի նաև մյուս մարդկանց, որպեսզի հանդուրժող լինեն միմյանց նկատմամբ, փորձեն հասկացնել այս ամբողջը, որովհետև այս դեպքում մենք խաղալիք չենք կարող դարձնել մեր պետությունը։ Ուղղակի պետությունը կարող է վաղը մյուս օրը մանավանդ այսպիսի հարևանության շրջապատ ունեցող երկրի պարագայում ունենալ նաև պետականության կորստի որոշակի սպառնալիք։ Կուզեմ նաև առաջին դասարանցիների հետ կապված փոփոխությունից խոսենք, ինչ է իրենց ներկայացնում այդ փոփոխությունը, ուր մնաց 12-ամյա կրթությունը, կրթական համակարգը, ինչու են անում այդպես, որն է նպատակը, ինչ հարց են լուծում դրանով։ Որպեսզի կամուրջ ստեղծվի մեր նախորդ խոսածածի եւ սրա մեջ, մենք եկեք հիշենք նաև, որ եկեղեցու նկատմամբ այս արշավը, այսպես ասենք, քարոզ արշավը մի քիչ ավելի վաղ պատմություն ունի եւ եկեք հիշենք օրինակ եկեղեցու պատմության մեր պատմությունը, որ մենք ունենք դասագրքեր եւ դասընթաց, որը մշակվել էր եկեղեցու աջակցությամբ եւ օգնությամբ եւ հանրակրթական դպրոցներում անցնում էին։ Ուր է այդ եկեղեցու պատմությունը, դրանք ինտեգրվեցին հայոց պատմության մեջ եւ ընդեղից էլ կամած դուրս են մղվում։ Սա մի բան եւ մյուսը պետք է հիշել, որ միայն սահմանադրությունը չէ, որ կարգավորում է պետություն եւ եկեղեցի հարաբերությունները։ 2007 թվականին մենք ունենք ընդունված օրենք, որը կարգավորում է Հայաստանի Հանրապետության եւ հայաստանյաց հայ առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունները, եւ որտեղ հստակորեն սևը սպիտակի վրա գրված են հարաբերությունները եւ են շրջանակը, որը ըստ էության հարձակվելով եկեղեցու վրա խախտվում են։ Այսինքն սա ոչ միայն բարոյականության հարց է, այլ նաեւ կարող է եւ ես զգուշացնում եմ այդ մարդկանց, նաեւ քրեական պատասխանատվության հարց կարող է այստեղ առաջանալ։ Հիմա գանք նաեւ կրթական համակարգին, որովհետեւ այդ ազգային արժեքները դուրս մղելով ըստ էության ամենաառանցքային եւ կարեւոր նշանակություն ունեցող ոլորտը դա մեր կրթությունն է։ Եվ հիմա ստացվում է, որ օրինակ կրթությունն էլ այդքան պարտադիր չի, միայն նորաձև է դարձել։ Այո։ Միայն նորաձև է, բայց ոչ պարտադիր, որովհետեւ եթե ձեր երեխան օրինակ 6 տարեկան է եւ դուք չեք ուզում օրինակ ձեր երեխան դպրոց գնա, կարող եք չտանել ձեր երեխային դպրոց։ Երեխան դարձավ 7 տարեկան, էլի չեք ուզում, էլի կարող եք դպրոց չտանել։ 8 տարեկան ուզում եք, կարող եք արդեն տանել դպրոց։ Սա բայց որ դասարան։ Արդեն 3-րդ դասարան եւ ինքը լրիվ մեկուսացման մեջ է հայտնվելու, որովհետեւ պարզ է իր ընկերները արդեն սոցիալական որոշակի դիրքեր, հարաբերություններ կան, նրանք ավելի լավ են հասկանում եւ այս երեխան լրիվ մեկուսացված է լինելու կրթական համակարգից եւ չնայած մոդայիկ է այդ կրթությունը, բայց ըստ էության պարտադիր չի լինելու, որովհետեւ երեխայի ապագան արդեն իսկ որոշված է։ Այսպիսի անհեթեթ որոշումները բերելու են նրան կամ բերել են արդեն նրան, որ Հայաստանը տարածաշրջանում իր կրթության մակարդակով ամենավերջին տեղում է։ Սրա մասին պետք է բարձրաձայնել։ Մեր 10-11 տարեկան երեխաների մոտ ֆունկցիոնալ անգրագիտության մակարդակը դա նշանակում է, որ երեխան երբ որ կարդում է մի կերպ տեքստը, բայց չի հասկանում, թե այդ տեքստում ինչ է գրված, առաջին տեղում է, այսինքն վատ իմաստով առաջին տեղում է Հայաստանը։ Եվ այսպիսի կրթությամբ մենք ուր ենք գնալու։ Էլ չենք խոսում գիտության մասին եւ տնտեսության զարգացման։ Գյուղերում դպրոցներ են փակվում, հետեւաբար գյուղերը կդատարկվեն կամ միգուցե հենց դատարկման պատճառով է, որ առաջին դասան գնացողներ չկան կամ գրեթե չկան, որն է այս հարցի գոնե տեղային, գոնե անցումային լուծումը եւ կարծոք դրա հնարավորությունը հասկանալի է, որ խնդիրը գլոբալ է, բայց գոնե թե տեղային եւ անցումային լուծում պետք է մտածել հետո նոր գլոբալի մասին։ Անշուշտ, ուրեմն պետք է մի կողմից ապահովել մեր երեխաների կրթության իրավունքը, սա շատ կարևոր է, եւ երկրորդ կողմից եթե մոտենանք, անպայման պետք է դպրոցները, կրթական հաստատությունները նույնիսկ ամենափոքր գյուղում գոյություն ունենան, որովհետեւ
պատմականորեն ձևավորվել է այնպես, որ մեր ազգային ինքնությունը պահպանել եւ ժառանգել հաջորդ սերունդներին արել է երկու ինստիտուտ՝ դա եկեղեցին է եւ դպրոցը։ Եթե փոքր գյուղը եւ եկեղեցի չունի, հոտը փոքր է, եւ դպրոց ունի անպայման, որովհետեւ խորհրդային ժամանակ բոլոր գյուղերում ունեինք մենք դպրոցներ։ Եվ եթե դպրոցը մենք հանում ենք նույնիսկ ամենափոքր բնակավայրից, ըստ էության մենք դատապարտում ենք այդ գյուղին վերանալու բնակավայրին, ընդհանրապես չի լինելու, որովհետև դպրոցը համայնքաստեղծ նշանակություն ունի։ Եվ ինչպիսի լուծումներ պետք է արվեն, պետք է ամեն ինչ բոլոր ջանքերը դնել, որպեսզի դպրոցները մնան, նույնիսկ ամենափոքր, որպեսզի հեռուստադիտողների համար պարզ լինի, ասեմ, որ ուրեմն Հայաստանի դպրոցների մոտավորապես 1/3-ը ավելի քիչ աշակերտներ ունի, քան 100, այսինքն 100-ից ավելի քիչ աշակերտ ունի։ Եվ մոտավորապես 1/3-ն էլ ունի 300-ից 300 ընկած սահմաններում աշակերտների թվի մասին եմ ասում։ Ուրեմն ինչ պետք է անել։ Պետք է որոշակի բաներ մտածել ավագ դպրոցի մակարդակում, այսինքն փորձել ավագ դպրոցները կազմակերպել այնպես, որ գյուղերի դպրոցների աշակերտները կարողանան իրար հետ օրինակ կազմակերպել կրթությունը, բայց երբեք ձեռ չտալ տարրական դպրոցին եւ միջին դպրոցին։ Սա նաեւ հնարավորություն կտա, որպեսզի գյուղերում մտավորականներ մնան։ Չէ՞ որ այն ուսուցիչները, որոնք աշխատում են այդ գյուղերի դպրոցներում, այդ ուսուցիչները այնպես չի, որ ուսուցչի աշխատավարձով կարողանում են իրենց օրական հոգսերի հարցերը լուծել։ Նրանք զբաղվում են գյուղատնտեսությամբ, զբաղվում են անասնապահությամբ, միաժամանակ նաև կրթության մեջ են ընդգրկված։ Եվ եթե մենք հանում ենք դպրոցը, ըստ էության զրկում ենք նրանց այդ հնարավորությունից, իսկ գյուղին ուղղակի վերանալու ընդհանրապես բնակավայրերի ցուցակում էլ չենք ունենա այդ բնակավայրերը։ Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ գիտությունն ու կրթությունը որպես ազգային անվտանգության եւ զարգացման հենասյուներ չեն կարող արդյունավետ գործել առանց համակարգային եւ նպատակային կառավարման։ Դուք բարբերաբար անդրադառնում եք այս թեմային։ Ինչ process է հիմա մեզանում։ Ինչ փուլ ենք մենք ապրում էվոլյուցիայի։ Ինչ է պետք հաղթահարելու համար էվոլյուցիայի այս վատ բացասական փուլը, թե ինքնահոսի թողնելն է ճիշտ։ Ոչ բնավ, պետք է կառավարել եւ մեր ամենակարևոր խնդիրն է եւ կրթության մեջ եւ գիտության մեջ Հայաստանի, որ ըստ էության այն մարդիկ, որոնք որոշումներ են կայացնում, այդ մարդիկ էական դերակատարություն, էական հետագիծ ոչ կրթության մեջ են ունեցել, ոչ գիտության մեջ։ Եվ այս աղետալի իրավիճակը ստեղծվում է հենց այդ պատճառով, որովհետեւ մարդիկ որոշումներ են կայացնում, բայց չեն հասկանում այդ որոշման հետևանքները, չեն հասկանում որոշման էությունը, թե ինչպես պիտի զարգանա ընդհանրապես, բայց նաև զուգահեռ կա նաև աշխարհի փորձը, չէ՞, գոնե դա պետք է ուսումնասիրել եւ գոնե ինչ որ մի ձևով տեղայնացնել։ Շատ կարևոր է այդ անցումը կրթությունից գիտություն եւ գիտությունից արտադրություն կամ տնտեսություն, որովհետեւ առանց դրա անհնար է պատկերացնել յուրաքանչյուր երկրի ընդհանրապես ապագան, որովհետև առանց տնտեսության դու ոչ մի բան չես կարող ունենալ։ Տնտեսության կարևոր բաղադրիչը պիտի լինի գիտական արտադրանքը, ինովացիաները, տնտեսության մեջ ներդնելը։ Իսկ լավ գիտություն ունենալու համար դու պիտի ունենաս նախ լավ կրթություն։ Այս անցումը, եթե մենք կարողանանք սահուն կազմակերպել, մենք կարողանանք Հայաստանի ապագան ունենալ մեր առջևում այնպես, ինչպես մենք պատկերացնում ենք։ Բայց այստեղ նորից ասեմ, էլի ամենակարևորը կադրերի հարցն է, որոշում կայացնողների։ Այդ մարդիկ, որոնք որոշումներ են կայացնում, դրանց համար պատասխանատվության չեն ենթարկվում, նույնիսկ ամենաչնչին օրինակ աշխատանքից ազատել գոնե այն մարդկանց, որոնց որոշումների կայացման արդյունքում ունենք այսպիսի աղետալի իրավիճակ, երբ որ վերջին 5 տարում դասախոսների թիվը ավելի քան 25%-ով պակասել է Հայաստանի բուհերում, ուսանողների թիվը ավելի քան 20%-ով։ Այսպես ուր ենք գնալու, չէ՞ որ բուհերում գիտական կազմակերպություններում ձևավորվում է ոչ միայն գիտնականը կամ ոչ միայն դասախոսը, այլ նաև մտավորականը, մարդը, որը ազդվում է նաև որոշումների կայացման վրա, նաև քաղաքական մակարդակում։ Եվ մենք կորցնելու ենք մեր ազգային էլիտան։ Մարդիկ հենա կրթությունը նորաձև է, ակցիա են իրականացնում, ինչից եք դժգոհում։ Իսկ եթե ավելի լուրջ, ինչու մենք հուսյալներս, կրթվածներս չենք շարժում ձևավորում, օրակարգ թելադրում։ Սուրբ Տերը դատարկ չի լինում,
հետեւաբար քանի որ դատարկ է մնացել այդ տեղը, բնականաբար այդ նորաձևության շքերթի ականատեսն ենք։ Ուրեմն պարզվում է, որ այդ նորաձև, ինչպես կրթությունը մոդայիկ է, նորաձև կրթության մասին, ուրեմն բոլորը դրա կարիքը ունեն, այսպես էլի, որովհետև վերջերս ես լսել եմ, որ այդ նույն քարոզը կազմակերպվել է նաև Հայաստանի բոլոր падգամավորների, նախարարների համար, որպեսզի նրանք նստեն եւ լսեն, թե ինչքան կարեւոր է ուրեմն կրթությունը եւ որ ինչ պետք է անել, դրա մասին իհարկե խոսք չկա, բայց որ կրթությունը կարևոր է եւ նորաձև է։ Տեսեք, սրա աբսուրդը ինչու է կայանում, էլի, որովհետեւ հասարակ բան է, բոլորս գիտենք, նորաձևությունը կամ մոդան դա որոշակի ժամանակ, որոշակի դոմինանտ ինչ-որ մի բան է, որը ժամանակի ընթացքում կարող է վերափոխվում է, փոխակերպվում է, այո, մաշվել եւ վերանալ եւ ինչ։ Այսինքն մեզ այդ կրթության մի քիչ առաջ էլ մենք խոսում ենք անընդհատության մասին, չէ՞։ Ուրեմն մի որոշ ժամանակում մենք կարևորենք կրթությունը, հետո կփոխենք եւ հիմա էլ ուրիշ մի բան կարողանանք ուրեմն արժևորել, այո, կարևորել։ Ուղղակի անթույլատրելի է, պետք է դադարեցնել, ճիշտն ասած, այսպիսի արշավը, բայց դա ոչ միայն պետք է անել կոչերով, դա պետք է անել իսկապես այն մարդկանցով, որոնք իսկապես այդ ոլորտի մարդիկ են, որոնք հասկանում են, թե ինչ պետք է անել, ինչպիսի փոփոխություններ անել, այդ մարդիկ ինչ-որ բան պետք է անեն, որպեսզի տեղը դատարկ չմնա։ Այո։ Այս այն ինչ-որ անում են, դրանով չզբաղվեն։ Այդ մարդկանց պետք է կոչ ուղենք երևի, որպեսզի համախմբվածություն լինի, հաղորդակցություն լինի այդ մարդկանց միջև, որպեսզի կարողանանք գոնե այն ինչ որ ունենք դա պահպանել եւ փորձել դա զարգացնել։ Եվ ըստ էության ուշադրություն չդարձնել այդ մոդայիկ բաների վրա։ Ըստ էության ուշադրություն դարձնող էլ չկա, շրջիկ խմբերով ավտոբուսներով տանում են կամ արդեն ոնց ասեցիք, իրենք падգամավորներով են հավաքվել։ Այսօր էլ համալսարան է գնացել վարչապետը, տեսնես ինչ առիթով։ Խորհուրդ կտամ մի հատ այցելի իր ֆակուլտետը եւ տեսնի արդյոք այնտեղ բանը իր գնահատականները ստացած եւ գուցե գտնի այն դիպլոմ, որը կորցրել էր, ով դիպլոմ չունի։ Դա էլ է իհարկե զավեշտալի, որովհետեւ գիտեք ինչ, ամեն ինչ պետք է կառուցել այն հիմքով, այն գաղափարախոսության հիմքով, որ մարդիկ, որոնք ինչ որ մի բանում լավ են, այդ բանը կարողանան թելադրել, ճակերտներում ասենք պարտադրել, իրենց վարքագծով պարտադրել բոլոր մարդկանց։ Հասկանում եք, եթե ինչ որ մի գործի գլխին կանգնում է ոչ մասնագետը, պարզը որ այդ գործը առաջ չի կարող գնալ։ Եվ հիմա այսքանից ելնելով պետք է նաև մեր հայրենակիցներին երևի կոչ ուղենք, որ հասկանալ, որ ընտրություններին, որոնք սարերի հետևում չեն, պետք է ընտրել այնպիսի մարդկանց, որոնք իրենց բնակավարներում որոշակի հաջողություններ ունեն։ Իսկ պետության գլուխ, պետության առաջին դեպք պիտի լինի այն մարդը, որը իր բարոյական արժեքներով, իր ազգային արժեքներով, չէ՞ որ մենք ազգային պետություն վերջին հաշվով ունենք, որևէ մեկին չի զիջում։ Այդ դեպքում մենք կունենանք իսկապես այնպիսի պետություն, որտեղ յուրաքանչյուր երեխա, որ գնում է առաջին դասարան, իր աչքի առաջ, իր հեռուստատեսությամբ տեսնելով ու կուզենա նմանվել այնպիսի մարդուն, որը ունի այդ ազգային արժեքները, հասկանում եք։ Սա է։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Հայկական երկրորդի եթերում խոսքի իրավունքից օգտվեց Ատոմ Մխիթարյանը, մենք կհանդիպենք, ցտեսություն։ Ամեն օր օրվա ամենակարևորից առանց արհեստական հավելումների։ Սա խոսքի իրավունքն է, ես Շավարժ Գևորգյանն եմ, եթե ուզում եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին, հղումը էկրանին է։